Քիմ Քարդաշյանին թալանելու գործով մեղադրյալները շաբաթասկզբին կանգնեցին Փարիզի դատարանի առաջ։ Կասկածյալները 10 են, բոլորն էլ 70-ին մոտ։ Մամուլում նրանց կոչում են պապ ավազակներ։ Մեղադրվում են 2016-ին Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում հայազգի աշխարհահռչակ աստղից զենքի սպառնալիքով շուրջ 10 միլիոն դոլարի զարդեր գողանալու մեջ։ La nuit du 2 au 3 octobre 2016, en fait, il y a eu 2016-ի հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը բավականին փորձառու ծեր գողերի խումբը ներխուժել է Քիմ Քարդաշյանի հյուրանոցային համալիր ու գողացել նրան նշանադրության ադամանդե մատանին 4 միլիոն դոլար արժողությամբ, որը рэփեր նախկին ամուսին Քանյե Ուեսթն էր նվիրել, ինչպես նաև շուրջ 6 միլիոն դոլարի այլ զարդեր։ Նրանք փախուստի են դիմել հեծանիվով, այնուհետ վաճառել են զարդերը Բելգիայի Անտվերպեն քաղաքում ու բռնվել 2017-ի հունվարին։ ils se sont fait attraper en janvier 2017. Ըստ նախաքննության կասկածյալները ներխուժել են Փարիզի հյուրանոցային շքեղ հարկաբաժին, կապ կպել Քիմին լոգարանում ու տարել ոսկեղենը։ Կպչուն ժապավենի վրա հայտնաբերված ԴՆԹ-ի հետքերն են օգնել ֆրանսիացի ոստիկաններին ձերբակալել նրանց։ Ah mais Kim Kardashian, elle a eu la trouille de sa vie. Քիմ Քարդաշյանը սարսափելի վախեցել է, երբ տեսել է դռնապանին, որին շրջապատել են ոստիկանի հագուստով քողարկված ատրճանակով զինված տղամարդիկ։ Մտածել է, որ նրանք ահաբեկիչներ են, եկել են իրեն առևանգելու։ Que c'était des terroristes qui étaient venus l'enlever. Կողոպուտից հետո ցնցված, բայց անվնաս Քարդաշյանը տարիներ անց պատմել է. Նրանք ինձ վրա ֆրանսերեն բղավում էին, շարունակում էին ասել մատանին, մատանին։ Ես անընդհատ նայում էի դռնապանին, ասում էի, ասա նրանց, որ ես երեխաներ ունեմ, պետք է տուն վերադառնամ։ 10 միլիոն դոլարի գողոնով փախած պապ ավազակներից մեկը 71-ամյա Յունիս Աբասը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, սակայն հերքել է, որ ինքն է եղել խմբի պարագլուխը։ Ակնկալում ենք արդար դատավարություն, որպեսզի պարոն Աբասը կարողանա ասել ճշմարտությունը եւ արտահայտել իր ափսոսանքը այս գործի վերաբերյալ։ Դա նրա համար շատ կարեւոր է։ Oui, mais c'est un procès qui attire international parce qu'en réalité, Այս դատավարությունը միջազգային ուշադրության առարկա է ուժողի պատճառով, քանի որ բոլորը գիտեն, թե ով է Քիմ Քարդաշյանը։ Հույս ունենք, որ դա չի ազդի փաստերի քննության վրա։ Միայն փաստերով պետք է դատել։ et le regard que la justice doit porter sur ces faits. Ես պարզապես ակնկալում եմ, որ կլինի հանգիստ եւ խաղաղ դատական բանավեճ եւ արդարադատություն կիրականացնեն դատավորները, ոչ թե լրատվամիջոցները։ Ըստ նախաքննության փախչելիս Աբասն ընկել է հեծանիվից, մայթի վրա կորցնելով զարդերից մի քանիսը։ En fait, c'est que voilà, une star américaine Փաստորեն տարեց գողերը, ովքեր հազիվ էին նվազագույն աշխատավարձ վաստակում, ամերիկացի աստղից գողացան 10 միլիոն դոլար արժողությամբ զարդեր, վաճառեցին դրանք, բայց ի վերջո կորցրեցին ամեն ինչ։ Եվ հիմա նրանք դատվում են Փարիզի դատարանում, իսկ Քիմի համար սա կյանքի վատթարագույն փորձառությունն էր։ c'est l'expérience la pire de sa vie en fait. Կողոպուտից ժամեր անց Քարդաշյանը հեռացել էր Ֆրանսիայից։ Դեպքից 9 տարի անց նա կրկին Փարիզ կժամանի եւ դատարանում ցուցմունք կտա մայիսի 13-ին։